Սա հայերեն է։ Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Մեզի շաշկիդի Турецкая буньян игертаки գտնի Համշենական զրույցարան։ Չորեքշաբթի 16:45, հինգշաբթի 12:00։ Բարի օր։ Լրատվական ռադիոյի եթերում համշենական զրույցարան հաղորդաշարն է։ Տաղավարում աշխատում են Հայկո Հիմինասյանը եւ հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը։ Արդյոք մուսուլման եւ քրիստոնյա համշենցիների մեջ կա հայի ինքնագիտակցություն, որովհետեւ շատ հաճախ ասում են, որ իրենք իրենց հայ չեն համարում։ Դուք ինչ կասեք այս մասին։ Այսինքն ոչ թուրք են համարում, ոչ հայ են համարում, իրենց առանձին ինչ որ միավոր են համարում։ Դե բնական է որ քրիստոնյա համշենցիները հայ են, այդ արդեն իրանք Բայց իրենց այդպես Հա, ինչպես ասենք հիմա վանեցիները, սասունցիները կարող է իրանք ասենք հայ չհամարեն։ Կարող է ինչ-որտեղ ձուլվեն, նույն ձև ինչ-որ ասենք վանեցի կամ սասունցի կամ աբարանցի հայնա գնում Ամերիկա կամ Ռուսաստան երկրորդ, երրորդ սերունդը կորցնում է լեզուն։ Այդպես էլ իրանք թե մեծ մասը Հայաստանում էլ կան, դե ասենք քրիստոնյա համշենցիներից ասենք Արման Կոթիկյանը, կարող է իրանք կամ Մայիս Ղարագյոզյանը դերասան, բայց օրինակ քրիստոնյա նշանավոր համշենցիներից է Լևոն Զավեն Սյուրմելյանը, Ձեզեման դիմուն տիկնակ եւ պարոնակ վեպի հեղինակը, ունես տրապիզոնի կոտորածների մասին է կա այդ վեպում, դե բնական է որ նրանք հայ են եւ պես ասենք կամ Միսակ Թորլակյանը։ Հա, այսինքն իրենց հայ են։ Հա, այդ մեր Նեմեսիսի Միսակ Թորլակյանը համշենցի էր, չէ՞, որ այդ Բահեդինին սատկացրեց այդ Բաքվի ներքին գործերի նախարարին։ Մի խոսքով ասենք հայ են եւ հայ համարում են, բայց իհարկե քանի որ Ռուսաստանում են ապրում Այս նոր մյուս ծերունդը Սոչի բնական ազգությունից շատ-շատերը հեռացել են։ Այստեղ խնդիրը գալիս է մուսուլման համշենցիներին, որովհետև նրանք տասնամյակներ շարունակ ասենք նույնիսկ հարյուրամյակներ անդադ քարոզա նրանց մոտ եղել, որ իրենք հայ չեն։ Եվ ընդհանրապես, քանի որ մենք էլ ենք իրենց ասում հայ չեք։ Այսինքն մենք արդեն իրենց մեզնից վանում ենք։ Բայց Թուրքի ինքնազգացողությունն են։ Ուրեմն մի մասը չի կարող բոլորը, չէ, ամբողջ բնակչությունը նույն կերպ մտածի, եթե թուրք չի, չեն կարող բոլորը իրենց թուրք համարել։ Եթե հայ է, ուրեմն այդ հայի հիշողությունը բնում է, եթե մանավանդ ինքը տանը հայերեն են խոսում շատ-շատերը։ Հայերեն են խոսում, բնական է, հարց է ծագում, թե ինչ լեզու է, ում աննման, ինչ է։ Նրանց հիմա դա քարոզում են, ասում են սա հայերեն, դուք հայերի հետ եք ապրել, դրա համար է լեզուն ձեր փոխվել եւ այլն, բայց իհարկե այդ քարոզը ոմանց վրա ազդում է, ոմանց վրա չի ազդում։ Ուրեմն մարդիկ կան, որ իրանք գիտեն հայ են եւ դա բարձրաձայն ասում են։ Երևանել են գալի գնում, ես կապեր ունեմ, ընկերներ ունեմ, մարդիկ կան հայերեն են սովորում տարերը, որպեսի կարդան։ Մարդիկ կա, որ ասում են, հա, եղել ենք հայ, բայց հիմա արդեն անցել է, հիմա արդեն թուրք ենք։ Մարդիկ կան ասում են, չէ, մենք ոչ հայ ենք, ոչ թուրք ենք, համշենցի ենք։ Սա ասեմ ձեզ, այդ համշենցի տերմին ինչ է, այդպես ասենք, կենսունակ։ Դա իհարկե շատերի դրա պատասխանը չգիտեն, հիմա ձեզ ասեմ։ Համշենագետ, հա, տերմինը շատերի մոտ մի քիչ զարմանք է առաջացնում, որովհետև ասենք ասում են ենթադրենք աբարանագետ։ Հա, աբարանագետը ինչ արա շատ հետաքրքիր կլիներ։ Հիմա ասեմ, համշենագետ, որ համշենցին մի քիչ տարբերվում է կամ գուցե շատ տարբեր ինչի համար։ Ես նախորդ հաղորդումներին ասել եմ։ Հիմա որպեսի ինքը Թուրքիայում նախ ասեցի, որ մենք իրեն արդեն վանել ենք։ Ես նույնիսկ միջին ասեմ, երբ որ գնում եմ այդ համշենցիների մոտ, իրենք ինձ 84 թվականին ինձ ասին առաջի հայն ես, որ մեզ ասում ես մենք հայ ենք։ Մարդիկ պատմում են, դες աշխարհում կտրված չեն։ Ասում ես մեկը ասենք ասում ես Տաշկենտում ուսուցիչ ունեի կամ դասախոս ունեի ինստիտուտում, Ղարաբաղցի էր կամ հայաստանցի էր, երբ որ ասում տեսա որ լեզուն ինչ որ մեկ հետ խոսում էր հեռախոսով նման էր, մոտեցա ասեցի, պատմեցի որ գիտեք, մենք էլ ենք հացին հաց ասում, չգիտեմ ջրին ջիր, ինքը իմանալ որ իսլամին ասեց չէ դուք հայ չեք։ Նույն ձևի աջարները, լազերը, իսլամ են, ընգիլոները վրացի, իսլամ են, բայց վրացին երբեք նրան չի ասի դու վրացի չես։ Դու փորձի վրացուն ասած աջարները վրացի չեն կսպանի, որտեվ գամարը դու իրան ոտնձգություն արի իր ազգային խնդիրներին։ Մենք հանենց հանգիստ բան ենք անում մեր ազգի հատվածներին, մի մասին ասում ենք շուռ տված են, մի մասին ասում ենք ես ինչ տեղացիները անուններ չեմ ուզում տալ, որ ավելի չտարածվի։ Դու ես ինչ տեղացիները հայ չեն, ինչ տեղացիները հայ չեն։ Վերջը գալիս ենք իրաց, բայց մենք էլ հայ չի, եթե մի քիչ լավ փորփրում ես, մի խոսքով։ Այսինքն ոչ ինքը հայ չեն, կարելի է իրան էլ ասել, որ դու էլ մի բան չես էլ, այսպես ասած, դու էլ ես ինչ տեղից ես։ Այսինքն հիմա խեղճ համշենցիներ ինչ են արել։ Քրիստոնյա չեն, որ ասեն հայ ենք, թուրք չեն, որ ասեն թուրք ենք։ Այսինքն իսլամ են, բայց թուրք չեն։ Լեզուն ուրիշ է, հայ են, բայց քրիստոնյա չեն։ Հիմա իրանք գտել են մի դիվանագիտական լուծում, տեղացիությունն են առաջ քաշել։
ով եք համշենցի, ես ինչ տեղացի։ Հիմա այդ համշենցին ինչ որտեղ էթնոնիմ է դարել ազգի անուն։ Ես ընկերներ ունեմ Ստամբուլում, համշենցի են, հիմա գիտի, գալիս է Հայաստան։ Եթե ինքը չիմանա, որ հայ չի, ինչի է գալի։ Գալիս են ժուրնալիստ տղաներ կան համշենցի մարդիկ, գալիս են գնում են, մենք կապերի մեջ ենք, միասին հանդիպում ենք այնտեղ, եւ այսպես դիվանագիտորեն ասում են, դե եթե մենք չիմանայինք հայ ենք, այդ ինչ գործ ունենք։ Կամ ինչի է գալի, մայնը կգնա Թիֆլիս, չէ՞։ Մենք կողքն է, Վրաստան կգնալ, ավելի հեշտ է Վրաստան գնալ։ Ուրեմն մարդիկ գիտեն, որ իրենք հայ են, գիտեն, որ բան է, բայց ասում արի մենք ասենք մենք համշենցի ենք։ Ես նույն Հիկմետ Ակչիչեկի հետ մենք հաղորդում արեցինք անցամասին հանցարը։ Հիմա իր հետ է որ զրուցում ես, ինքն էլ պաշտոնապես ասում է, գիտես, ես գիտեմ, որ մենք ամենամոտ ազգերից հայերին ենք մոտիկ։ Եթե վերցնում ենք մեր շրջակա ազգերին, մենք հայերին ենք մոտիկ։ Բայց լիարժեք իրենց հայ չեն համարում են համշենցի արդեն։ Այնքան է մեջ հիմա նոր այդ շարժումը սկսվել է։ Շատերը սկսում են իրենց ասենք հարցեր տալ։ Այնակ ընկերոջս եղբոր հետ էինք զրուցում, ես ամառ անցյալ։ Ասլան ջանջը կա, ջանջ բառն է միջալոց, մեղրաջանջ բառը ազգանունը ջանջին, շատ լավ տղա է, Երևան գալի գնացել է քանի անգամ, այդպես իրան լրիվ հայ է համարում, բայց եղբայրը պատմում է, ասում ես բանակ գնացի, ասում են այնտեղ մեծ հայ տղա կար ծառայող Սպարտայում էինք։ Ասում է ինքը խոսում էր հաց, ասում էր ես ինչին ինչ եք ասում, ասում է հաց, ջուր, զարմանում է, ասում է ես թուրք եմ, ես էլ եմ հաց ասում, ես հայն էլ ասում, բայց ոնց կլինի որ հայն էլ ասում ինքը իրան լրիվ չի հասկացել, որ ինքը թուրք չի։ Ասում է ես գիշերը պարկում մտածում էի, լավ, ես թուրք եմ, հաց եմ ասում, ջուր եմ ասում, բայց հայը ինչի է նույնը ասում։ Այդ ինչից է։ Ասում գլուս խառնվել էր, չէի հասկանում։ Ես նույնիսկ մի բան պատմեմ, այդպես ինձ մեկը օգնեց համշենցի։ Դες գիտեմ ինքը հասկանում որ հայը դրա համար օգնում, անծանոթ էր, ամբողջ օրը օգնեց, տարավ, բերեց, ցույց էր տալիս էսենեն։ Հետո մյուսներին ես բացատրում էի, որ գալիս էին, այդպես մի բան ունեմ, պես ասեմ, գախնիկ ասեմ ձեզ, լավ։ Ասում է գախնի իլուր աշխարհի։ Երբ որ խոսում ենք համշենցիների հետ, ես արդեն ձևը գիտեմ ինչպես իրանց հետ զրուցեմ, ինձ ասում են դու ինչ ազգ ես։ Ես ասում եմ վանեցի։ Ասում են ոնց կլինի վանեցի չէ։ Ասում եմ վանեցի եմ։ Ասում են ոնց կլինի վանեցի ազգ չկա։ Ասում են դուք ոնց եք համշենցի։ Հա ասում են համշենն էլ տեղի անունն է, վանն էլ է տեղի անունն։ Այդ ոնց է համշենցի կլինի ազգ, վանեցի չի լինի։ Ուրեմն ասում եմ ես հայ եմ, չէ՞, դուք էլ եք ուրեմն հայ։ Այդպես զրուցում ենք, ասի ամեն մարդու իր ձևի են բացատրում է ազգությունը։ Հիմա շատ անգամ չեմ ուզում մարդկանց այսպես անակնկալի բերել։ Հիմա այդ ընկերս օգնում ամեն ինչ, ինքն էլ լսում է այդ բոլորը։ Հետո ինձ թաքուն ասեց, գիտես, ես գիտեմ մենք ով ենք։ Դե ասում եմ ով եք։ Մենք թուրք ենք։ Ասում եմ ոնց, ապշեցի։ Այս մարդը ինքը հայերեն է խոսում, ամբողջ օրը հայ, որպես ինձ օգնել է, կողքս բան արած, այսինքն ես գիտեմ որ ինքը ուզում էր ասել որ ես գիտեի որ մենք հայ ենք, որովհետև կան մարդիկ զրուցում ենք, ասում ես միշտեր իմացել ենք, պապս էլ ասել, հայրս էլ, մեր տունը մենք գիտենք հայ ենք։ Այսինքն շատը նույն զարմանում է, վիրավորում է, որ իրենց ասում ես դուք հայ եք, ասում հա դե հայտնի բան է, որովհետև իրենց հարևանները կողքից ասում են հաստակող հայ, որ մի հատ կռվում են լազերը, մյուսները սրանց ասում են դուք երմենի եք։ Հենց Այշենուրն էլ մյուսներն է պատմեն։ Ասում ես մեկ հետ մի հատ վիճես, վրաց երեսիդ կխփի որ դու հայ ես, ասի երմենի ես, հենց ես մե դու չիմանաս էլ։ Հիմա այս տղային ասում եմ լավ, բա դու ինչ ես ասում։ Բա ոնց ասում դու հայերեն ենք խոսում առավոտից, ոնց ես դու։ Ասում դե որ ապրել ենք հայերի մեջ, դրա համար հայերեն ենք խոսում։ Ասում շատ լավ։ Հիմա ցույց տուր ձեր գյուղի կողք, ինքն էլ Բորշկայի գավառից էր։ Ասում հələ ինձ ցույց տուր, որ ձեր կողքի գյուղերը որոնք են հայերեն խոսում։ Մտածեց, ասում ճիշտ ես ասում, մեր մոտ հայերեն խոսածո գյուղ չկա։ Լավ, հենց իրենց գյուղում լազեր էին ապրում իրենց հետ։ Ասում լս եթե ձեր գյուղի լազերը դու լազերեն չեն քոր ազդել ոնց է որ դու սահմանը փակ հայերը ապրում են ձեզնից այդքան հեռու ոչ հայկական դպրոց կա ոչ հայի գյուղ կա դուք ոնց եք հայերը ազդել որ դուք ձեր դպրոցի լեզուն չէ պետական թուրքական լեզուն մոռացել եք սկսել եք այդ մարդկանց լեզվով խոսել նոր սկսեց մտածել ուրեմն այնքան ասես պրոպագանդան ասած ինչը կարոզություն եղել իրանց մեջ որ մարդիկ ասենք մեքենայորեն ընդունել են որ իրանք հա հայերեն հետ են ապրել հայերեն են խոսում թե չի իրանք թուրք են որ մարդը չի սկսել մտածել Այսքանը հիշեցնենք լրատվական ռադիոյի եթերում համշենական զրուցարան հաղորդաշարներ տաղավարում աշխատում էին Հայկո Հիմինեսյանը եւ հայագետ համշենագետ Սերգեյ Վարդանյանը հաջողություն